շատ նշանակալից մի իրադարձություն է տեղի ունեցել նախօրեին, Սամվել Կարապետյանը դատական հայց էր ներկայացրել ամիսներ առաջ Ազատ Արշակյանի դեմ։ Երկու հարցազրույցներում Ազատ Արշակյանը քաղաքական հայտարարություններ էր արել, որից Սամվել Կարապետյանը վիրավորվել է եւ գնացել էր դատարան ու միլիոնավոր դրամների հայցապահանջ էր ներկայացրել։ Մենք մեր ընկերների հետ հասանք նրան, որ դատարանը մերժեց Սամվել Կարապետյանին եւ դատական այդ վեճը ուրեմն հսակվեց Ազատ Արշակյանի հաղթանակով։ Մեզ համար շատ խորհրդանշական է այս հաղթանակը, որովհետեւ պատկերացրեք մեկը, ով Ռուսաստանից եկել է Հայաստան, անարգում է Հայաստանի սահմանադրությունը, օրենքը եւ ինքը իրան հռչակում է Հայաստանի հաջորդ վարչապետ, գալիս է Հայաստանի անկախության համար իր կյանքը նվիրաբերած մարդուն, Հայաստանում դատի է տալիս եւ բացահայտում է իր նենգ նպատակը Հայաստանը վերստին դարձնել ծայրագավառ կայսրության մի մաս, Հայաստանին թույլ չտալ, որ ապագայի եւ հեռանկարի շանս ունենա։ Ու այս դատական նիստով կարծում եմ, որ Ազատ Արշակյանը ոչ միայն Սամվել Կարապետյանին է հաղթել, այլև Հայաստանը հաղթել է Պուտինին, որտեղ Պուտինը ասեց, չէ, ես իմ մարդն է, մի օրենքը բանը դրեք մի կողմ, հա։ Հիմա այս հաղթանակը պիտի, կարծում եմ, նաև հունիսի 7-ին ամրագրեք ձեր քվեարկությամբ եւ Պուտինին պիտի պարտության մատնեք։